Ողջույն, Գործարարալի կեթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ այսօրվա մեր հյուրն է Ժորժ Ավագյան, Միացյալ Նահանգներից։ Ողջույն Ժորժ ջան։ Ողջույն։ Ժորժ ջան, մեզ ասեք մի քանի տարի առաջ եկաք դուք ինչու որոշեցիք հայրենադարձել, հատկապես պատերազմից հետո, ու երբ եք ճիշտ հայրենադարձել։ Պատերազմեն վերջ, երբ որ վերադարձա Լոս Անջելես, սկացի որ իմաստ չուներ հոն ապրիլ։ Ինչու հոսեիք։ Պատերազմի ժամանակ եկել էի humanitarian aid, բարեգործության պրոջեկտներով։ Ատկե հետո երբ որ Լոս Անջելես հասա, տեսա որ հոն ապրիլը Ձեր համար հաճելի չի այլևս։ Ոչ թե հաճելի չէր, բայց լրիվ հագարակ էր ազգությունից եւ հայրենասիրությունից արմատներուն։ Եթե ուզեմ հայրենիքիս օգնել, պետք է հոս աշխատիմ, հոս հարկմուծեմ, հոս օգնեմ, ոչ թե Ամերիկային հարկմուծեմ, որ այդ դրամը հասնի Ադրբեջան, Ադրբեջանը մեր վրա օգտագործի։ Վау, շատ հետաքրքիր ձևով գմտածեք ու ապրեք այս հայրենադարձական ամենավառ մտածումներից մեկն է։ Իսկ դուք դրանից առաջ կուքայիք, այսինքն անկախության մեջ հաջող եղեք։ 2000 թվին եկա առաջի անգամ մեր Շամրյան ազգային վարժարանի տասախումբով եւ ատկե հետո գրեթե ամեն տարի եկել եմ գամավոր պրոջեկտներու վրա աշխատելու թե հայ երդասարտական միություններու հետ կամ եկեղեցիներու հետ կամ երաժշտությունի բաժարով So ամեն տարի փամ մգար որ հոս բայց դուք եք հետաքրքրվողը որ ինչպես կրնամ բորուն հետ կրնամ կալ այդ հետաքրքրությունը ամենամարդ չունի փոխանակ գղզի երթայի կամ Հունաստան կամ Արցախ երթայինք շատ ուժեղ մտածում եմ ծնողները այս բոլորը ցանել են որ այս հնցեն ձեր ծնողները այո եւ մեկ գզղճանադոր մասին մանավանդ երբ որ պատերազմը սկսավ եւ անմիջապես ես դոմսս գդրեցի որ կամ Հայաստան ասին մի երթար վտանգավոր է կորս շունիս գրիվիտ չէ բամը միներ մայր հայրը ուրիշ է սի եթե չէի կուզեր ասան քայլ առնեի պետք չէր ինձ հայրենասեր ասեր դե չանցա որ պատերազմ գլա իսկ իրենց արմատները դուք ծնված եք Ամերիկա ես ծնված եմ Լոս Անջելես իրենք ծնված են Բաղդադ Բաղդադեն մայրս կացել է Բեյրութեն Նյու Ջերսիեն Լոս Անջելես բաբանալ Բաղդադեն Սան Ֆրանցիսկո Ֆրեզնո to Los Angeles Ամերիկա ծանոթացած են իրենք Բաղդադ տասնգեր էին այդքան հետո երբ որ Լոս Անջելես նորեն իրար ու կդան սիրարեցան չունի բան սահման չունի մի անգամից հանդիպում են շատ ուրախ բանա ուրեմն դուք որ եկաք ուրեմն գիտեիք ստեղի ինչպես լինել ամեն ինչի այսինքն գիտեիք ժողովրդի մտածելակերպը իր նեգատիվ եւ դրական բաները ամենքն իսալ գիտենք բոլորս անցել ենք ուր որ էլ երթանք գան այդ դրական ժխտականը բայց վերջավորության գսես որ կուգդե պետք է համագերբվիմ կամ փոխեմ որոշ չափով որը փոխելու արիթել գա առաջին քայլերը ինչ էին ձեր վերջնական հայրենադարձության քայլից հետո առաջին քայլերը ինչ էր դուն կորձ ինչպես էր ամենաառաջ կորձ եւ ծրագիրները նախագիծ դնել որ ինչի վրա պիտի աշխատիմ ժամանակս ինչպես պիտի ծախսեմ հոս եւ ինչպես կրնամ այդ ժամանակով ամենաբարձր օգնությունը բերել հայրենիքին պատերազմի ժամանակ եւ պատերազմեն հետո աչքովս տեսա որ էքսկավատորներով ավազի մեջ կփորենք որ կամ թիագներ կամ ողջ մարդկանց գտնենք որ անհետացեր էին անհետ գորածներ շատ գային ես իմ ապուշությամբ հարցուցի շուն չունինք որ ասկորձը գնե սին չէ մեզ չի հասնում էդի օքեյ ես այդ մասնագիտությունը ունեմ շուն կարելի է այդ so իդ որ կացի Լոս Անջելես պատրաստվա որ հոսպիտ փոխադրվիմ եւ միևնույն adեն Լոս Անջելես բարերարմը կդա որ ինքնալ նկատեր որ Զարայողական շուն գա բայց այդ մշակույթը չի գա Հայաստան որ ցավալի է անկախության են 30 տարի վեր պես չգիտեր որ ամենահարմար միջոցը շունն է որ ամենահեշտ ամենահետաքրքիրը այն է որ սպիտակի երկրաշարժեն հետո
ամերիկյան Գարմիր խաչը իրեն ծառայողական K9 ծրագիրը սկսավ search and rescue-ի համար, որ փլադակներու մեջ են մարդ ազատ է։ Ատկե առաջ այդ ծրագիրը գոյություն չուներ իրենց համար։ So այդ ծրագիրը հոս ծնվեր է, բայց մենք չունեինք։ Չեն շարունակած։ Մինչև հիմա։ Հիմա այո, պետությունը ունի 911 փրկարարները ունին շուներ, որ փլադակներու մեջ են մարդ կգտնեն կամ անդարներուն մեջ կգտնեն, բայց առաջ որ այդ միտքը այդ խաղապարը որ հոս ծնվեր էր, չունեինք։ Բայց 911-ով ինչու չկացինք Արցախի այդ տրակտորների փոխարեն շունը օգտագործել։ Ադի չեմ գիտեր։ Maybe վտանգավոր էր, maybe ինչի համար վտանգավոր է, բայց մենք որովհետև շունը եթե գրագոցի դակ է գրնալալ չաշխատի, գրնալալ փախի, բայց պատերազմեն հետո է որ այդ թիագները փորձեցինք փնտրել ընթացքում չէ։ Չեմ գիտեր։ Դա զարմանալի է, մտածել ադալիս որ նաև պետք է ոչ միայն 911 ունենա, փանակ ունենա, դարբեր ամեն համայնք պետք է ունենա։ Շունը ամենը հզոր նույնիսկ բժշկությունը պետք է ունենա շուն, հետո գխոսանք դրա մասին։ Թողես մի քանի մասնակցություն ունեք, բայց ասոր մեջ խորացակ, բայց ես առաջին քայլերը գուզեմ խոսիլ ոչ բարեգործական ուղղությունը, այլ անձնական որ յանքերից ինչպես պիտի ապրի կոստեղը շահիկ Los Angeles real estate-ի կորձ գնեի commercial real estate, այսինքն ներդրումներ գծախեի real estate այսինքն անշարժ գույքի կորձագալ էիք այսինքն եւ ավելի շատ ներդրումային so ոչ թե միայն դուն ծախել դուն գծախեինք այո բայց ավելի շատ ներդրումային դեսանգյունեն so այդ հաջախորդներուն հետ պետք է ոչ թե գաբը գդրեի այլ կորձը եւ հարաբերությունները ինչ որ վերջավորության հասցնեի, որ գնամ իրենց ասել, որ ալիես չգամ, ցեզի օգնելու ես կերտամ որ Հայաստան, եւ հետաքրքիրը այն էր, որ այդ հաջախորդներուն maybe guess-ը, որ հայ էին, ասին մենք ալ գուզենք Հայաստան ներդրում անել, գոքնես, okay, sure. So միևնույն ադեն փորձի okay, աս ամեն ինչը գնամ քաշել դանել Երևան մասնաճյուղը բանալ մեր գրասենյակին։ So այդ նպատակը անշարժ So այդ նպատակը գար շատ նվագախումբներու հետ գաշխատեի գջամփորտեի studio engineer, recording engineer ստուդիոյի մասնակցություն ունեք audio production so միևնույն ադեն ինչ որ փեմին հետ գաբ ունի ամեն ինչ ըրեր եմ բազմաուղղություն է ծեր մասնակցություն so ad կորզնալ պետք էր Այստանում շատ թույլ է այդ բնակավարը չինած երաշխության մեջ շատ լավ ենք, բայց բանի փեմի վրա շատ թերություններ կա որոշ դեղեր կարելի է։ Եվ հիմա նոր գաջիգոր, բայց ոչ pop կամ շատ հայտնի ժանրաներու մեջ, rock, techno, house music, ասոնք են նոր երդասարտության նոր սիրած բաները։ Բայց հարկավորումների բագաս կա երևի թե չէ։ Չէ, ամեն ինչ կստանանք միայն Դրան պետք է։ Դա պրոբլեմ է։ Ուրեմն երկու ուղղություն, անշարժ գույք եւ ստուդիոյի հետ երաժշտություն, երրորդն էլ շուների մարզում։ Այո։ So առաջի արակելությունս շուներու մարզումներ, որովհետեւ բարերար կդերեինք, որ ծրագիրը պիտի ստեղծեր, մենք միայն պետք էր հոսքայինք, շուներուն վարժեցնեինք եւ որոնողական փրկարար լալը սորվեինք։ Ատկե առաջ search and rescue շատ քիչ փորձառություն ունեի Los Angeles, որովհետև անդարի մեջ գաբրեի ես։ So անդարային search and rescue-ով ես զարմացած էի, որ ասանք շունս կնա ասանք բան մնել։ So հոս երբ որ փերինք աս կաղապարը ուրիշ շնասերներու հետ, երբ որ գբատմես իրենց ասը ծրագրին մասին, այդ հետաքրքրությունը իրենց մեջ ալ գծնվի։ Եվ այդ լուրը գդարածվի։ So բնականաբար կդանք մարդիկ, որ մեր նույն խաղապարը ունեին եւ իրար հետ համագործակցելով թիմ ստեղծեցինք եւ ամեն շաբաթ վարժումներ սկսանք։ Այսինքն դուք սկսաք այդ առաջին գայծը։ Այդ որ ասում եք եկամ Հայաստան օգտակար դառնալու ամեն ուղղություններով։ Թե չէ դուք կարայիք հանկիստ Ամերիկայից բոլորը անեիք, անշարժ գույքը շարունակեիք բոլորը շատ ավելի շատ փող կստանայիք ինձ թվում է քան այստեղ, բայց դուք գզեցաք այդ բանը որ այստեղ թանտաղա կամ ընդհանրապես չկա գայծը դա գո առաջ տանեք այդ ամենակարևոր կորզնա հայրենադարձի այդ կապ չունի տրամի հետ փողի հետ միլիոնադերա եկողը թե փող չունի կարևորը մի բան առաջ տանելն է մեր բոլորի
մեջ է դա կարևորը ու այդ չան մարզումը միայն բրգարարականի համար թե նաև մարդիկան նոր շուն ունեն ուզում են մարզեն որ նորմալ բահակը դել գաթեր այո so հիմնական հնազանդությունը basic obedience ես անցամ կնեմ որբեսի աշխատած գումարս առաջնորդեմ թեպի search and rescue project-ներում so ծրի իհարկե ծրի չէ շուն բահելը, training-ի երթալը, օտոն մեքենան ունենալը, so as ծախսերը at business-ալ չէ, բայց մարդկանց օգնելով բարեգործական եկամուտ կստեղծվի, so գերտա at project-ին, so ասենք մանր մնուր training-ներով գաջեցնենք կոր մեր ու ցանկի ընթացքը ինչպես է իմեջ հալոց զուգահեռ ծեր ցանկը արորյան դուն ընկերներ հա գարոտնակ ամերիկան անշուշտ գարոտնամ հանգստությունը գարոտնամ հնարավորությունները որ հոն ունեի եւ չէի զգար որ ունեի օրինակ 24 ժամ շուր ունենալը առանց այդ միտքով որ գրնալ լալ այսօր բայց գա՞դա է պրոբլեմը գա արինջ ամեն շաբաթը մեկ գամ շուրը գամ հոսանքը գանչած դժվարություններ որ երբեք ցանկիս մեջ չէի սպասած որ Հայաստանին մեջ գրնա հանդիպի մարդիկ շունս թունավորել մարդիկ շանս յետևեն վազել թանագով գամ որովհետև շունի հետ եմ մարդիկ իմ վրա անգարկություններ ունել so շատ բաներ գային որ երբեք չէի մտածած քիչ առաջ որ ասիկ հայրենիքի լավը եւ վադը թրագանը եւ բացասականը դեսել էի ոչ ավելի շատ մագերեսային զանոթություն ունեի հարաբերություն ունեի հայրենիքի հետ որովհետեւ երբ որ միայն ամառը գուքաս կամ միայն 6 ամիս գուքաս եւ քրբանները լեցուն են դրամ ունիս հնարավորություն ունիս չես մտածել որ դեղացու դե միանշանակ դա բիդի կասաբրից ցանկացած դեղ that's right ուր որ երթասիմ ամերիկա կացոնը գարձե որ թրախտե բայց որ հենց որ ապրի սկսից կար որ ինչքան անվտանգություն կա իր երեխայի համար օրինակ իր ամեն ինչի համար ստեղ կարող է շունի համար վտանգություն ստեղել բայց ապահովե երեխաների համար ամեն դեղ ինքնիր լավն ու վադը ունի պետք է նաև առաջ տանենք բայց ես անգերձ ասեմ ես 20-րդ դարից է որոս է առաջվա մարդկանց մոդեցումը շան հանդեպ ուրիշը այսօր հիմա լրիվ փոխվել է որովհետև սերունդա փոխվել Իսկ սովետի ժամանակ մի քիչ ավելի բացասական էին շուների կամ գենթաների անտիմը գտեսնես ինչքան աջած է նախ խանութները որ սնունդ կվաճառեն գենթանիների բավականին շատ են Ադի մի բան ասում ու ամեն օր գտեսնես մարդիկ դարիքով գիներ երեխաներ շուները կբդծնեն ու մարդիկ լավ կվերապերվեն ոչ ոք բան չսեր ու դա գնում է քիչ երևի շատ ավելի թանթախ կայլերով առաջ որովհետև անվորալ շունի հանդեպ բացասական էր հիմա գսկա որ շունը աշխարհի ամենահավատարիմ էյագն է մարդ եւ գենթանի իրար հետ միացած եւ որ շփվիս ու գիտնաս շունի մասին շատ բաներ ավելի կգաբվիս ավելի գահարկես նաեւ այդ մարդը որ շուն ունի ես նաեւ գարձեմ որ պետք է նաեւ քաչալերվի հերոստանգերությունների մեջ շուների մասին խոսալու ոնց որ Եվրոպայում չգիտեմ մրցույթներ շուների կարողություններ շուների մասին խոսակցություն հերիկա սերիալներ ցույց տան Կարաչարգեմ նաև թուգել պրոյեկտներ ցույց տակ հայտնի կոնե համեգին որ ցույց տակ որ սենանց մասին պետք է խոսանք նաև So լավ է որ ասիկ որովհետև հիմա նոր ծրագիր մստեղծել եմ հայերենով ռուսերենով եւ անգլերենով որ հյուրահատուկ Երևանի մասին ինչպես շուն բահել ամենաանվտանգ ամենաառողջարար ամենաարդյունավետ ծևերով եւ պատրաստել եմ տասախոսություններ որ maybe երկու շաբաթ մեկ կամ ամիսը մեկ թալիջի մեջ կներկայացնեմ կցանակրենք podcast ծեր նման podcast հավաքենք որովհետեւ նկատել եմ որ մարդիկ դժվարություն ունին շուն բահելով գարձենք որ շատ թյուրին բան է գերցնես կսիրես that's it ամիջի բայց այնքան վտանգներ կան այնքան առողջական խնդիրներ կան եւ հոգեգան խնդիրներ կան շուներու հետ կապված որ նոր դերը գրնալ ձանրապերնված լա ամբողջ դերեկությունով so մարսված ծևով փոքր բացադրություններով իրենց գրնամ ցույց տալ
վտանգները եւ ինչպես պատրաստ լալ եւ ինչպես ամենալավ ծևով բահել իրենց շանը ուրիշ սպյուրկահայ մգար որ հոս շինարարությամբ կսպաղվի ինձի օր մգանչեց եւ հսավ Գիտեմ ես իմ շունս վարժված է գիտեմ դու վարժեցնող ես բայց ես շատ թշկոեմ Հայաստանի շուներու մշակույթի հետ մշակույթով ես ինչու սա մարդիկ շուներուն գծեցեն գտունավորեն փողոցային շուներուն վրային քշեն առանց նկատելու իրենց գուզեմ ասի փոխել սա ես դարածք ունիմ այդ դարածքը քեզի կդրամատրեմ միայն անվճար միայն եթե շուներու մշակույթի մասին տասախոսություններ ունես wow նոր է ասի yeah so Boche Pronasi let's go շատ կարևոր բան է ասում հատկապես հիմա համացանցով գարանք շատ բաներ ցույց տան մարդիկ մտածեն ու սկսին իրենց մտածելակերպը փոխեն շատ կարևոր է հատկապես միազգ որ մի հատ իր խորհրդանիշը նաև շուն ունի ու իր արձանը ունի OS-ներ ստուդիոից ոչ շատ հերու գամփրի մասին շատ մարդիկ շատ բան չեն գիտեր բայց նաև ընդհանուր շունի մոդեցումը որ ինչքան հավատարիմ է ինչքան օգնություն է նույնիսկ բժշկական առումով երեխաների մենք հյուր ունենք ստեղ նանոր Բալաբանյան որ մենք շուն ուներ որ ինքը երբ եկավ արցախցիները որ դեղափոխվեցին Հայաստան ու ինքը գնում էր օգնելու իրենց ինքը հոգեբանական օգնություններ տալիս բայց իր շունն էլ երեխաներին սպաղացնում էր ու մոռանում էին իրենց հոգսերը եւ հիմա փորձում եք նաեւ ծրագիր անել բժշկական գարձեմ նախարարության հետ կամ ունեք դերակցություն այդ հարցով իրենց պրոյեկտին մասին դերակցություն ունին բայց գիտեմ որ Կոկոն իրենց շունը Jack Russell դիբար շունն է անանք ծրագրի համար որովհետև գսկա քու սերդ եւ քու թերություններդ եւ հավասարակշռված առանց պայմաններու գուրախացնե միայն գուրախացնե եւ գսիրե քեզի so զինվորներու համար կամ վիրավորներու համար ամենալավ թերապիաները հույսով ենք կզարկանա հույսով ենք իրենց ծրագիրը առաջ կգնա որ կենթանիներով նայեք երեխաների հոգեբանորեն դուրս հանենք իրենց խնդիրներից ոչ թե թեղահատներով կամ ուրիշ ծևերով Ջորջը սիկ որ այստեղ թերություններ ունի բայց նաև ընդեղ կացիկ մի անգամից փախակի է դեգա գսիկ որ ես չեմ գնար այլևս հոնաբրիլ ինչն է որ Հայաստանը այս բահին ավելի շատ գուդացեց հոգեգան քիշերը կնած ժամանակին ասում ինչ լավ է որ հոսեմ ինչն են այդ գեդերը որ կերատասեք հոս մնալու համար բզդիգուց 5 տարեկանես 6 տարեկանես որովհետև շատ ասկասեր հայրենասեր ընտանիքի մեջ էի համարյա ամեն որոշում ամեն նոր բան որ սորվեի կամ նոր Պամը որ գործեի միտքիս մեջը միշտ գար ասի հայրենիքիս ինչպես պիտի օգնեմ օրմա եւ գարզեմ շատ քիչ դոգոս հայեր կան Լոս Անջելես որ անանք կմտածեն բայց կան համացայնում է so գյանքս ադ ուղիով գորոշվեր որ օրմը Հայաստան փոխադրել դեր անգախեր թե անգախ չէր անգախեր բայց դեր դժվարության մեջ դու գալ դարիքնիտ այդքան փոքր չէ փոքր բայց միշտ գարատ կարողությունը որ մտածողությունը որ օրը Հայաստան բիդաբրիմ ինչպես պատրաստ բիդլամ Հայաստանին օգուտ տալու so at ուղությամբ երբ որ հասա Հայաստան վերջապես գարձես թե բոլոր դաղանտներս բոլոր կարողություններս որ մշակել եմ այսքան տարի հասել է այդ կակատնագետին որ հոս կրնամ աշխատիլ maybe gonna chaos lal challenge-ներ այսինքն exactly maybe gonna chaos lal maybe gonna դժվար լա maybe gonna ցավալի լա ֆիզիկապես բայց պատրաստ եմ եւ եթե այդ պատրաստությունները չեմ գնար տնել այս խնդիրը լուծելու ուղղությամբ ինչու ունիմ so ինձի ամենաբարձր հաջողքը ստանալու համար պետք է այդ կարողություններս ներդրմանես այստեղ եւ կարեւոր է անը որ դուք ամերիկայում գնալը ցեզվես շատ կա իսկ Հայաստանում շատ քիչ կա այսինքն կարելի է ասել որ Ջորջը եկավ ու փոխեց ճիշտ եմ նայք եթե հիմա բրգարարական այդ թեման շունի դուք առաջ կդանիք
pedagogan մասշտաբով, ուրեմն դուք եք որ այդ գայծը դրած եք այս հարցի մեջ։ So շատ մարդ այդ ուղղությամբ կսպաղվի։ So առաջ արդակին իրավիճակներու նախարարությունը որ շուներու ջոգադը գազմեց իրենք շատ ճիշտ քայլեր էին, բայց կարծեմ բոլորս միասին երբ որ տեսնան հասարակական պատրաստություն գա այս ուղղությամբ ավելի արագ կգնա եւ ավելի ապահով կզգաս հոս ապրելով օրը չէ օրը աս շենքերեն մեկը պիտի փլվի պատրաստենք որ գազմագերբված ցևով այդ խնդիրը լուծենք կամ պիտի Պաղեստինցիներու պես կամ մալեժիաներու պես կամ լիբանանու պես իրար մի սուդենք որ հասնենք մեր ընտանիքին բրգենք and that's it Ոչ էսը գնա ճիշտ ցևով բրգել որովհետեւ եթե տրակտորով ես անում կարող է ուրիշին կսպանես ամենայն թեպս շատ լավ բնակարավար է որ արչև գնանիք որովհետեւ ինքը բազմաուղղություն է շան մարզումը բայց նաև ինքը ունի իր նաև բագասները ես Եվրոպա ապրած եմ գիտեմ ինքը ուներ սնունդի բագաս հիմա բավականին սնունդ են բերում ճիշտ ցևով մարզողներ երևի թերգաջի ունեին բայց շադանում են մարզողները չգիտեմ դուք եթե ճիշտ ասեք նույնիսկ սովորական շուների ոչ միայն բրագարարի կան մարզողներ շադանում են դուք մարզում եք մարդկանց այո so մի քանի աշակերտ ես ունիմ ռուս մարզիչներ շատ կան որ նոր եկան Ռուսաստանեն եւ այդ մշակույթը որ իրենց հետ բերին ռուսախոսներու հասանելի դարձուսին եւ մատչելի դարձուսին ես իբր հիմնականը անգլերենով գրնամ խոսել արևելահայերենս ալ նոր գզարկանա so թյուրուն է ինձ հայերենով կամ անգլերենով շփվել հաջախորդներու հետ եւ աշակերտներու հետ so այդ մշակույթը այդ բանով գդարածվի ռուսախոսները իրենց համայնքներու մեջ գդարածեն բայց ամենաշատը փողոցը երբ որ շանս հետ գկալեմ եւ մարդիկ կտեսնեն որ շունս ինչպես կվարվի ինչպես կբահեի ինձինքին պետք է ինձ գեցնեն ասեն կներես ախպերս այդ շանդ ոնց էս դասերա so հոնդերեն արդեն կսկսիս ու նաև գա մեծ թերություն որը ես կհրավիրեմ բոլոր աշխարհի չգիտեմ հայ անասնապուժերը որքան ստեղ կլինիկ բանանքան ստեղ տասախոսեն որովհետեւ այդ բագասը ունի այո անասնապուժները շատ քիչ են okay անասնապուժներու բագասությունը ունենք անասնապուժներու որակի բագասություն ունենք եւ ադի իրենց թերությունը չէ so Ամերիկա ասենք թե եթե 5 գամպերս արյուծը maybe եթե Instagram-ս կհետևի կտեսնեք որ արյուծը ցանկի ընկերսեր չէ բայց օրը նկատեցի որ արյուծը seizure գանցնի գոր ուղեղի ցնցումներ եւ նկատեցինք որ epilepsy ունի so գրնալալ շատ հուզվի եւ ցնցումը սկսի կամ շատ ուրախանա եւ ցնցումը սկսի եւ շատ վտանգավոր է եւ ցավալի է իրեն Հայաստանի մեջ 17 բժիշկի դարի իրեն ոչ մեկը չգրծավ դիագնոզնել իրեն Լոս Անջելեսի վետից կանչեցի հեսավ եթե հոսը լար շունետ մեկ հատ MRI գնեինք քեզի գսեի ինչ կլագոր brain scan գնեինք հոսնեինք so at brain scan-ը հոսնելը 700,000 դիարժեր շանս համար որը անհասանելի է ինձ ես այդքան դրամ չունիմ Չէ հադուգա է մեր գենթանիներուն այո գա Հա, հադուկ գա, բայց կարծեմ 1-2 դեղ ունի։ Եվ շատ սուղ, շատ թանկ մեքենան արդեն սուղ է։ Բայց ով գնա 700։ Հասարակ մարդը, որ Երևան գաբրի կամ Էրեբունի գաբրի կամ Աշտարակ գաբրի եւ ամիսը maybe ջատի բադրի 250,000 գնա աշխատել։ Չի գնար այդքան վճարի։ So բնականաբար չունենք այդ սպասարկումները, որովհետեւ Մեկավ ոչ մեկը չի օգտվելու, չէ։ So գարձեմ այդ թերության բագասությունը լրիվ ֆինանսական բանը։ Արյուզը 7 ժամվա ցնցում են հետո որոշեցի որ պետք է քնացնեմ եւ հավեր։ Ցավոք սրտի։ Բայց եթե Լոս Անջելեսը լայնք Բայց ամենատեպս ասին այ օրինակ մարդիկ ասեն ինչքան գնենք Հայաստան բիզնես բան, էս էլ բիզնես է, չէ։ Կարելի է կլինիկ բանալ ու աշխատել այսօր գենթանիները ամեն օր են շենքերի մեջով ամեն շենքի մեջ 5-6 հատ գենթանի կդեսնեմ իջնող ամենօրյա փուժվող այսինքն դուրս եկող դրանք փուժման գարիքը գունենան մի օր չէ այո so Երևանի մեջ նաև ունենք թափարող շուներու հարցը
որը թեր հավերժ չի լուծվեցավ, եղավ 20-30 տարի։ Բայց գլուծվի։ Ուրեմն ընթացքի մեջ, հա։ Yeah. So քաղաքապետարանին հետ միշտ խորհրդակցության մեջ եմ ես ալ որովհետև իբր գենթանասեր, իբր մեկը որ հոգեբանությունը եւ գիտությունները գարտացել է եւ ամեն օր գշփվի շուներու հետ աչքովս գտեսնեմ գվգայեմ որ ինչպես մենք մեր ցերկերով կստեղծենք օր այդ հարցը ինչպես ասենք թե մեկը քանեկորսոմը արավ չէ ցակուկը 1 տարեկան դարձավ ցակուկը մարդը ասավ դե ուզում եմ շանս զույգեմ ինչու դե ուզում եմ շունը իմանա զգա այդ բանը ինչա ոչ էդի մարդկային projection-ը հա պետք չունի շունը չի մտածեր որ ադուր մասին այո հորմոնային աճը իրեն գտելատրեգ որ քնա ասպանը երե բայց հոգեբանորեն չի ազդվում ոչ եթե գուզենք Հայաստանի ընդհանուր Հայաստանի թափարող շուներու հարցը լուծել այդ խաղապարը պետք է մոռնանք որ ուզում եմ շանս զույգեմ զույգելը աջեցնելը շունաբուծական գիտությունը լրիվ դարբեր գիտություն մնե որ շատ փորձառություն պետք է ունենաս որ լավն ես մեր շուները Տեսլան Մալինուաս որ փրկարար աշխատի թուրսեն բերենք այդ աջեցնողը որ իրեն պատրաստել էր մոտ 30 տարվա փորձառություն ունի միայն այդ տեսակի շուն աջեցնելու ոստիկանական որոնողական շուն աջեցնելու անքան մասնակցված գիտություն է որ եթե իրեն ասես որ որսորդական շուն մգուզեմ ձախե ինձի քեզ իքսե ոչ ես այդ գործը չեմ ներ so Հայաստան շատ ասենք բայց ինչու չաջեցնենք որ ուրիշն ուզենա շուն դան գինեն լավ չի որ ուրիշի բայց եթե արդեն չես պատրաստ մարդ չես կդած չես նախադեսած որուն բիտ վաճառես որուն բիտ դաս եւ ինչ տեսակի ցակում գցքեն ջամփան այս չեն զախվիր թուրսը ազատ գցքեն իրենց կամ են դասադո ինչ այո կամ զախսի փերը անքան շատ գլա իրանց աջեցնողին վրա որ գսե այլևս որթեգրման պետք է դամ օքեյ եթե մեկը որթեգ քանեկորսոն Թյուրն շուն չէ գրնալալ մեկը ճուզե այդ շունը այս պահին մոտ 20 ցուցակ ունի մոտ 25 շուն որ որթեգրման պետքություն ունին այս ամիս որովհետև դերեր իրենց դուրս հագարակ դեպքում ինչ կլա ջամփան գցքի կամ կքնացնեն նոր այս արդու շան հետեի որ դեր դիրոջը խազերը 3 անգամ որովհետև դերը այո որովհետև դերը իրեն գծեզեր շատ գոբիցևով so շունը իրեն խազեր է մարդը գսե որ բիտ քնացնեմ աս շունին դե ամենատեպս ինչու գծեզես եթե շուն ուզես հիմա այդ շունին ինչպես նոր դուն գտնեմ երբ որ մարդոց պետք է պատմեմ որ դիրոջը խազեր է so այս խնդիրները կան եւ այս խնդիրները բոլորը նույն արմադեն գուքան անհասկացողությամբ առանց գիտնալու Սկացողություններու հետևելով գսես ասես շանը շատ եմ սիրում տանում եմ տուն զույգելու եմ 8 հատ զակաբերում okay ստրեսը սկսում that's it so public education հասարակության գրթություն պետք ունենք բայց Ջորջ Ամերիկա Եվրոպա գիտեն ամեն մարդաս ամեն ինչ չեմ գարձեր չեն սորվիր ասում ինչպես okay ուրեմն երբ որ Ամերիկա շուն դանես ասենք թե առաջին օրը դե որ ցակուկ մը փերիր դուն չէ վետի բիտանես բադվաստան գրանցես անպայման չէ that's right գրանցես բայց հոն արդեն քեզի թիմացեն քեզի գսեն որ ստերջացնելու առավելությունները այսպես են բայց եթե հայուն պատմես ադամին ինչը չեն լսել որովհետև իրենք արդեն ինչ որ աջենդա ունին իրենց մտքին մեջ որ ասշունին դիզույքեմ ամեն ցակուգին 300,000-ով դիզախեմ ա դրամով օտոբի դառնեմ ամեն օր գլսեմ աս պատմությունը so at մտածելագերբը պետք է փողի վրա է հարցը at մտածելագերբը պետք է փոխվի շունը ստատուսի բան չէ օտո չէ հակուս չէ զարչ չէ շունը մարդու պես է երեխայի պես է միանշանակ եւ շունը ինչքան դաս ինքը ավելի գուտա ամենակարևոր բանը դա այս ամեն ինչի մեջ բոլորը պետք է կինան նույնիսկ սլավակներն ավելի գուտա որովհետեւ ասկի ավելի հավատարիմ եւ որպես բահագասենք որպես ամեն ինչի մեջ քեզ հաջիկ բաժարող քիչ բան կա աշխարհում այո եւ քրեթե ամեն օր երբ որ շուներուս այդ փողոցը գկալեմ ուսկենտրոն
առնվազն 2 անգամ մեկը ինձ գեցնե գսե ախպերս այդ շունի ինչ արժի Բաժարկիչ գին շունի էս շունը ասում եմ չէ բայց եթե ձակը ուզում եմ առնեմ ինչ արժի ասում եմ $2,000-3,000 ասում եմ բա ձակը Հայաստանում ինչքանով կվաճառվի ասի $100,000 Թվապանությունը գսկսի որ ինչպես կրնամ բիզնես դարձնել Սի ախպերս այս շունը քո համար չի որովհետև Մալինուան Դոբերմենը գերմանական ավճարքան ասոնք աշխատող ցեղադեսակներ են որ դունը բահելու կամ հայատին մեջ գաբելու կամ դուրսը գաբելու ավելի վատ ադոր համար չեն աս շուները աս շուները օրական 4-ն 6 ժամ աշխատանք պետք ունին մտքի զբաղմունք պետք ունին Եվ դան մեջը պետք է լան ոչ թե դուրսը անդեսված մորսված անդարի շուն չեն այսինքն Սո երբ որ դեղացուն գսեմ որ այս շունը ձեր համար չի կարծես թե իգոին բայց իրոք այդպես է չես կրնար անդեսել իրենց Ժորժ դուք բազմա ուղությամբ Մարդեք ու եկել եք ինչ որ մի բան փոխում եք Հայաստանի մեջ, այդ շատ կարևոր եմ գտնում։ Ու Երանի բոլոր սփյուռքահայերը այսպես լինեին։ Մենակ եք, թե հետերնիտ ընտանիքից մարդ պիտի կա, շուտով։ Չէ, մինագս եկա, եւ հոս նշանազից ծանոթացա, եւ սեպտեմբերին Հարսանիք կնենք, լավ բան ասեցիք, փշակավեցի, որովհետև շատ կսիրեմ այդ մարդիկ որ ինքան սփյուռքահայ Աստված թռները կփանա That's right Ինքան սփյուռքահայ ուրդեղի հայ է ինքն էլ հոլանդայեն կացեր Լոնդոնեն հոս Վայ Ես լավ լուրեր եւ ծեր արչեվը թռները կբացվին Յանքը բումերանգ է եկեք այստեղ ինչ որ լավ բանի համար դուք հանգիստ կնայեք Ամերիկա մնայեք կամ գնայեք ուրիշ Երգիր բայց եկակ հոս նպատակը որ պետք է մի բան փոխեմ հատկապես փրկարարական առումով այսինքն բարեգործության առումով ճիշտ է ծեր կյանքն կշարունակեք ասված թռներ կփանա ու այս ամենալավ բանն է որ ասեցիք հույսով ենք ընտանիքնի դա ավելի հաջող կայցել է հոս ծնողքը ուզի ճուզի արդեն Էդելը հայրենադարձության ինչ որ ցև այո նույնիսկ եթե մարդիկ վերջնական չեն կար նաև ժամանակավոր ծեր խոսքը ծեր նման երդասարտները որ սպյուրքի մեջ կաբրին ինչ անենք որ միանան մեզ վերջին խոսքը մեր շահի մասին մի մտածեք փորձառությունը արդեն շահ է եւ եթե ծեր potential հայրենով չեմ գիտեր actually բայց եթե հոս կալը ծեր potential-ին գավելացնե ծեր կարողություններուն ավելի առաջ կդանի Արժե փակալ փորձել, եթե եղավ, չեղավ, կրնակ նորեն հետ երթալ։ Ես կսեի փորձել եւ ցախողել են հետո մեկ հատ փորձել։ Այո, ապրեք։ Երանի բոլորը այսպես մտածեին, գարձեմ որ 5%-ը չանցներ մեր բոլոր հասպյուրքի այսպեսի մտածումի Երանի, եթե ավելի շատ լիներ, արդեն մենք կլինենք այդտեղ 4-5 միլիոն։ Ամենայնտեղս ասված օրտնի ծեր կորձը, ծեր նոր ընտանիքը, ծեր ամեն ինչը ու դա որ շուտով մեր երկիրը դառնա այդ երկիրը որ մենք կցանկանանք ունենալ հաջողություն ցել բոլոր գործերում Ժորժ ջան շատ շնորհակալ եմ նմանապես Մինչ հանդիպում այո հաջողություն